Պարոն Վարդանյան, իսկ այս մոդուլային մանկապարտեզների շահագործման արձագանքներ ունենք, այսինքն նկատի ունեմ խոսել ենք տնօրենների հետ, Ինչքան խոսել ենք, պարոն վարչապետ, որևէ բացական արձագանք։ Հիմա դուք ինչքան է, որ արդեն մի տարի կա։ Մի տարի է, պարոն։ Ինչ կարծիք եք հիմա այս շենքի պայմանների մասին։ Կարծիքս երախտապարտ ենք մեր Չէ, պարզ է, այդ չենք կներեք, ձեր ազգանուն ինչ է։ Տիկին Ղազարյան, մենք ուրիշ խնդիր ենք ուզում լուծենք։ Ուզում ենք հասկանանք, մենք հիմա տարբեր տեղեր, տարբեր նախագծերով մանկապարտեզներ ենք անում։ Ուզում ենք հասկանանք մեր ունեցած ամենալավ նախագիծը ո՞րն է, ամենահարմարը ո՞րն է հետագա շահագործման համար եւ այլն, որ շարունակենք տենց անել, որովհետեւ այսինքն տենց մեզ ավելի հեշտ է, որ ասենք մանկապարտեզ նկատի իմանանք, որովհետեւ տարբեր են նախագծերը, չգիտենք միտեղ ու մենք մտածում ենք, որ երեխեքի համար մի հարկանին ավելի բան է, էլի։ Հիմա երկու հարկանի երեխա է, բարձանալ կա, իջնել կա, մի հատ աչքը ենկոմ թեքեն հանկարծ աստվածչան երեխա է, աստիճան է եւ այլն։ Հիմա ուզում ենք հասկանանք, այս նախագծով ձեզ որպես մոռացեք, որ այդտեղ վարչապետ կա, փոխվարչապետ կա, նախարար կա, մարզպետ, համայնքի ղեկավար, քաղաքաշինության կոմիտե, պաշտոնյան, խոսում ենք ուղղակի։ Այս նախագծի հետ կապված ինչ դիտողություններ ունեք։ Հարմար է աշխատանքի համար։ Հարմար է եւ աշխատանքի եւ երեխաների համար։ Ձմեռը տաքանում է նորմալ։ Տաքը, ամառը շատ շոգ չի, ըստ իր կառուցվածքի։ Իսկ խոհանոց, չգիտեմ, տարբեր կազմակերպչական հարցեր, դահլիճ եւ այլն։ Ամեն ինչ նորմալ է։ Փոքր-ինչ արձագանքի դեպքում ունեցել ենք անմիջապես պատասխան ամեն։ Իսկ ինչ ա եղել, որ շտկվել է։ Չէ, ասենք ինչ որ մի բան, եթե պակասել ենք ունեցել։ Չէ, ես նկատի ունեմ նախագիծը հետ կապված ոչինչ չի եղել։ Այսինքն շենք է կառուցվածքը, որ ստեղից մտնում ենք, ստեղից դուրս են գալիս, դուռը սենց է բացվում եւ այլն, ընտանիքը, դուռը, մուտքը, ելքը։ Խաղահրապարակներն օգտագործում եք, լավ է, հարմար է։ Յուրահատուկ։ Պարոն վարչապետ, ես կառաջարկեմ փոփոխություն անենք նախագծի մեջ։ Էլի մի հարկը պահելով, այս հատակագծումը ֆունկցիոնալ տեղաբաշխվածությունը էլի պահենք, բայց փոխենք բանի քարի կամ երկաթբետոնե կոնստրուկցիայի։ Որ էժանելնի ավելի։ Մի քիչ կեժանանա, մոտ մի 20% ավելի էժան կլինի։ Եվ այս շահագործման ընթացքում կարող է տնօրենի կամ ոչ մասնագետների համար տեսանելի չէ, մեր համար, քանի որ ինքը մետաղական կարկասով է, մետաղական կոնստրուկցիաներով է արված, որպեսզի ավելի սեյսմակայունություն ունենա, բայց մետաղը ունի ջերմային ընդարձակման մի քիչ մեծ գործակիցի տարբերություն այլ նյութերի։ Ջերմային ընդարձակման ժամանակ ինքը բան է լինում, այս վերևի հատվածներում, երբ որ տական մոսա միկրո ոչ կոնստրուկտիվ բնույթի, այսինքն հարդարման վրա միկրո ճաքեր կարող է առաջանալ։ Հիմա եթե մենք փոխենք դա համ կեժանանա, համ այս խնդիրը կլուծենք։ Դե միկրոճաքերը քարի շենքում էլ են լինում, հարցը չի, բայց եթե եզրակացություն ունենա, որ դա տարբերական անենք, այսինքն նախագծի խնդիրն է եւ արագության խնդիրն է, որ արագ կարողանանք բան անենք։ Դե երեխեքին չխանգարենք, մեր տեսած նույն նախագիծն է։ Բա որ դենքն է։ Հա, բակային հատվածն է, հա։ Նկատի ունեմ, sense նախագծեր մենք արդեն քանի տեղ գիտենք այս նախագիծը, էլի համարյա անգիր չէ, բայց լավ գիտենք։ Իմիջիալոց դա նորմալ բան է, պարոն Խաչատրյան, եկեք տեղ չմնաք։ Այսինքն շենքերի պրոյեկտների հետ կապված անանուն հարցումներ անելը, ինֆորմացիա հավաքելը, որ մարդիկ չկաշկանդվեն, եթե ինչ-որ մի բան են անում։ Ստեղ գիտեք, պարոն Վարդանյան, ես անկեղծ ասեմ, իրա գունային լուծումները եւ այլն, ասենք հիմի հերվից գալիս են, չէ, sense տների արանքով այս շենքը մտնում է աչքդ ու շատ մթնոլորտ է փոխում։ Այսինքն sense նյուանսներ կա, մենակ ինքը բանը չէ, էլի, մենակ գինը չի, այն չի։ Իմ վախեցածն են, իմ մտավախությունն են, որ մենք ասենք դարձնենք մեզ քարի տենց հայտնի այդ բաները։ Չէ, լուծում առաջարկում պարոն Վարդանյան, քարը կոնստրուկցիոն է ասում, երեսապատում դրսից է տալիկաբոնդը, որը որ նաև
Հետագայուն ալիքաբոնդը։ Նկատի ունեմ մեր բոլոր նախագծերում գեղագիտությունը, այսինքն կա բանը ճարտարապետությունը, կա բանը ինժեներիան եւ կա գեղագիտությունը, էլի գեղագիտությունը։ Վարչապետ, որ գնանք Վարդենիկի մանկապարտեզը, այնտեղ քարից սարքած է, բայց ալիքաբոնդով ու լրիվ էս։ Բայց այս նախագիծն է։ Չէ, շատ լավ։ Էլի նույն ձևով գունային գեղեցիկ դիտումները կան։ Էս էլ է շատ հարմար, երեխու ընկնել կա, բան կա, վազել կա, այսինքն անձնակազմի համար է, համոզված եմ ստեղ պակաս լարվածությամբ եք աշխատում, որովհետև հիմա երեխա մի հատ էլ կընկնի փափուկ բան է, էլի առանձնապես մեծ խնդիր չի։ Բայց մանկապարտեզի բանը ինքը ամբողջ բոլոր լուծումները կա բացա։ Այս նախագիծը հայաստանյան նախագիծ է, հա։ Առավել ևս։ Վարչապետ կհիշեք Արենիում մանկապարտեզ։ Որը Արենիում, հա։ Եթե կհիշեք, ինքը գրեթե նույն կառուցվածքն է, քննարկել մասը։ Ամեն մեկ առանձին։ Հա, բան էր, չէ, բարեգործական հիմնադրամ էր։ Շատ լավ։ Սուսեք երեխեք քնած են ստեղ։ Դահլիճը, այո։ Դահլիճները լավը, բարև ձեզ։ Լավ եք։ Լավ, շնորհակալություն, դուք ինչպես։ Հաճելի աշխատվում ես մանկապարտեզը։ Եղել ա գյուղում նախկինում մանկապարտեզ։ Չի եղել, առաջինն է մանկապարտեզ։ Իվանից չի ունեցել մանկապարտեզ։ Գյուղը հիմնադրմանով։ Իսկ երբ է հիմնադրվել գյուղը։ Շատ վաղուց։ 828 թվական։ Դե տել է էլի բան, ախր ոնց կարա տենց բանը լինի։ Գյուղը չի ունեցել մանկապարտեզ։ Աստվածը բոլորովին չունեցել։ Դե փաստորեն Բերդկունքն էլ չի ունեցել, ծովասարներ չի ունեցել։ Շարունակ Աստվածովի երեխան զրկված ա եղել, այն ինչը որ հիմա բարի։ Մենք ենք զրկված եղել, մենք չենք նկատում դրա արդյունքում մենք հիմա ինչերից ենք զրկված։ Հայաստանի Հանրապետությունը, որովհետև կրթության մարդկանց կրթության իրավունքը չի իրացվել, պետության զարգացման արգելակ է դա։ Ու մեր մոտեցումն է նա, որ մենք հիմա ավելի շատ ենք այդ ուղղությամբ գնալու, մենք հիմա մանկապարտեզին վերաբերվում ենք որպես լիարժեք կրթություն։ Հիմա մանկապարտեզային այն մեր տրամաբանությունը մենք կտեղափոխենք Մսուր, իսկ այստեղ իհարկե այդ տարիք երեխեքի համապատասխան չեմ ասում, որ հեսա բերելու ենք բան անենք, ֆիզմաթով երեխեքին ճնշենք, բայց իրանց տարիքին համապատասխան, որ իրան նայենք որպես կրթության բան։ Իմիջիայլոց այդ պահանջարկը միշտ եղել է, որովհետև Հայաստանում բազմաթիվ ընտանիքներում այն բանի մասը ասում եմ, ես էլ ասեմ, եղել է, որ երեխեքին 4 տարեկանում, 3 տարեկանում տառ են սովորեցրել, գումարում հարմում են սովորեցրել, բանաստեղծություններ են սովորեցրել, այդ եղել է ու նկատի ունեմ այդ ժողովրդական պահանջը եղել է, էլի որ մանկապարտեզ ուղղակի բան չի։ Ու Էդ էլ պետք է մենք այդ բաներին ուշադիր լինենք, այսինքն մարդիկ եթե անում են, նշանակում պետությունը ինչ որ ձևով պետությունը չի անում, դրա համար են իրանք անում, չէ՞։ Դե դա մենք նոր ենք չափորոշի չենք ընդունել, բան ենք արել, բայց չափորոշից եղել է մեր մոտ նախադեպ։ Շակի բաներ եղել են, ծրագրեր, Բարև ձեզ։ Դե ամեն դեպս այդ հայեցակարգով գնում ենք առաջ։ Լավ է երեխեքի առողջությունը։ Հա? Լավ։ Հա, նայենք բա։
Բարև ձեզ։ Համով ճաշեր եք եփում երեխեքի համար։ Իսկ հարմար է աշխատել խոհանոցում։ Ստեղ ինչ եք պահում։ Կարտոֆիլ։ Բոլորը տեղական, չէ՞։ Բայց գազարել է աճում ստեղ։ Հա, մաքրում գազարել է աճում։ Շատ լավ։ Ամեն դեպս հետաքրքիր կլինես նույնից մի հատ էլ քարից տեսնել, տենալ ինչ է ստացվում, ինչ է ստացվել։ Արդեն կա պլանում։ Այո, պլանում կա, պարոն վարչապետ, բայց ֆասադները, ճակատները, էլի էս նույն գույների մեջ։ Հա, այդ լավ է։ Սա էլ լավ կապում է, պարոն։ Էլի տեխնիկայով հագեցած, չէ։ Բարև ձեզ։ Լավ եք։ Հարմար է աշխատել։ Գլխարկը տվեք ին։ Հա? Ապաստան էլ ունենք նայելու։ Էսա մի հատ ներքևն էլ նայեմ գամ։ Տեսել է անձրևի բաներն, հա։ Հա, այդ կարևոր է։ Ահա, ստացվել է մանկապարտեզը։ Ապրիք շնորհակալ եմ, պարոն վարչապետ։ Բա ինչն է որ չի ստացվել։ Բարով ես։ Ինչն է որ չի ստացվել։ Ես եմ։ Գիտես ինչն է ստացվել։ Ջրամբարն է կարևոր։ Դե հա, այդ նույն ջրամբարն Ամենակարևոր անցյալ տարի պետք է եղել։ Այս տարի է։ Այդ նույն ջրամբարն է թե ոչ։ Աստղաձորի ջրամբարն Հա, ճիշտ է։ Հա, Աստղաձորի ջրամբարը մենք ենք հայտարարել, որ պետք է սարքենք։ Խոստովանա, ցավը տան։ Պետք է սարքենք, պետք է սարքենք։ Շնորհակալ ենք ամեն բեպ։ Ես ձեզ մի բան ասեմ, ժողովուրդ, նկատի ունեցեք հետեւյալ մի բանը։ Ընդհանրապես, ով որ շինարարության մեջ կա, ինքը շինարարությունը པարզ բան չի, բայց դուք հաշվի առեք, որ մենք Հայաստանում տասնյակ տարիներով օրինակ մետրո չենք կառուցել, տասնյակ տարիներով ջրամբար չենք կառուցել։ Հենա Վեդեի ջրամբարը միջև Արինք վրցանք այստեղներս հասավ։ Այսինքն շինարարությունը ճիշտ է, Խորհրդային Միության ժամանակ շատ ակտիվ շինարարություն ա եղել եւ ջրամբարի, բայց մի բան որ չես անում։ Ամենասակավն եղել մեր Չէ, կողմը։ ուրիշ բան եմ ասում, որ մի բան չես անում, մոռանում ես անելու ձևերը։ Հիմա երբ որ նորից գալիս է ծրագիր, հնարավորություն եւ այլն, սովորում ես նաև, ասենք համոզված եմ, ձեր մեջ արհեստավոր մարդիկ էլ կան, էլի, որ արհեստը չանես, ամեն ինչն է տենց, արհեստը, երաժշտությունը, ամեն ինչն է, գիտությունը, որ երկար ժամանակ չես անում,
ինչ որ մի բազային կա որ գիտես, բայց հետո շինարարության նյութերն են փոխվում, տեխնոլոգիաներն են փոխվում եւ այլն։ Այսինքն ջրամբարների նախագծերը, որ մի քիչ ձգձգվում է եւ այլն, երբեմն ջրի հաշվարկի հետ կապված են խնդիրներ առաջանում, որովհետեւ կլիման փոխվում է։ Մենք մի տեղ ունենք, որ որոշել ենք, որ ջրամբար անենք, որովհետեւ խորհրդային միության ժամանակներից այդ նախագիծը կան։ Ճիշտ է, հիմա չեմ հիշում որտեղ է, բայց հետո ջրերը հաշվեցին, տեսան ջրերը այնքան պակասել է, որտեղ ջրամբար սարքենք չի լցվի ջրամբարը։ Այսինքն ամբարտակը սարքենք ջուրը չի լցվի։ Ամենասակավ ողն է ջրի։ Ես ձեզ ուզում եմ էլի մի բան ասեմ։ Ուրեմն որևէ առաջիկա 5 տարվա ընթացքում ջրային հարցերը մեզ համար լինելու են առաջնահերթություն։ Որպեսզի մենք դուք բան անեք, դուք պատկերացնեք, թե մենք ջրի հարցերը ինչքան ենք կարևորում։ Ես ասում եմ, որ ոնց որ նախորդ 5 տարում առաջնային հարցերից մեկը եղել է խաղաղությունը, հիմա հաջորդ 5 տարում առաջնային հարցերից մեկը լինելու է ջուրը։ Ու ես ձեզ մի բան ասեմ, ինձ համար ամենացավալի արձանագրումն է նա, որ հանրապետությունում մի բնակավայր մենք չունենք, մի բնակավայր, որտեղ ջրային հարցերը, որտեղ ջրի հետ կապված խնդիր չկա։ Բոլոր մեր բանում համայնքներում ջրի հետ կապված խնդիր կա, լավ լուրը այն է, որ մենք մեր լեռնաշխարհում ջրային ռեսուրսներ ունենք, բայց մենք պետք է կարենանք հավաքենք ջրային ռեսուրսները, ճիշտ կառավարենք եւ էդ էլ ասեմ, ես գլխից ասեմ, որ մեր բաները դաշտեր ջրելու, այգիներ ջրելու ձևերն էլ պետք է փոխվեն, որովհետեւ այդտեղ էլ ջրխնայող տեխնոլոգիաներ կան եւ մենք այդ բոլոր հարցերով միանշանակ վստահ եղեք մեր հարգելի գյուղացիների կողքը, ֆերմերային տնտեսությունների կողքը կանգնելու ենք եւ մենք այո եւ ջրամբարների նախագիծը իրականացնելու ենք։ Հիմա Փառք Աստծո, Վեդի ջրամբարը ավարտեցինք, բախտներս է բերեց այս տարի ջրառատ եղավ։ Պետք է ինքանի 2 տարում պետք է լցվեր։ Հիմա հույս ունեմ, որ այս տարի արդեն ահագին տեսանելի լցվածություն կապահովենք, այնպես որ մենք ոչ մի բան չենք մոռացել, եմ ասում։ Ջրի խնդիր եւ ունենք ոչ թե միակ ոռոգման, այլ ունենք խմելու ջրի։ Թաղամաս ունենք թաղամաս, ծորի թաղ, հեսա մեր վարշավական տարածքի ղեկավարը լավ գիտի, ծոր Անկեղծ եմ ասում, կարակ չասեք։ Ես գիտեմ, որ հանրապետությունում տենց բնակավայր չկա, որ համ ոռոգման, համ ընդ որում մենք բնակավայրեր ունենք։ Մենք բնակավայրեր ունենք, որ խմելու ջրով ինչ որ բան են, ծառ են ջրում կամ բան են անում, եւ էս էլ լրացուցիչ խնդրեմ է դառնում, որ խմելու ջուրը ավելի դեֆիցիտը սրվի։ Բոլոր տեղերում պետք է համ ոռոգման ջուրը լինի, համ բանի խմելու ջուրը լինի, որովհետև միջև երկուսն էլ չկա, խնդրեմը լուծված չի, որովհետև եթե խմելու ջուրը կա, ոռոգման ջուր չկա, խմելու ջրով մարդիկ ոռոգում են անելու, խմելու ջուրը չի հերիքելու, շատ պարզ տրամաբանություն է, բայց էլի ուզում եմ իմ խնդրանքը ինչ է, որ երկու բան հաշվի առնեք, առաջինը, որ ջրամբար եւ այլը այդ հմտությունը չի կորսվել, բայց հմտությունը վարպետությունը Հայաստանի Հանրապետության շինարարական նվազել է այդ գործերը անելու եւ նախագծումից սկսած եւ երկրորդն էլ գործնականում մենք ամբողջ հանրապետության չեմ չափազանցնում ամբողջ հանրապետության ջրային համակարգը պետքա փոխենք։ Այս ընթացքում իհարկե արվել են աշխատանքներ, բայց այդ աշխատանքը ներողություն էլի խնդրում եմ, դուք մեր գյուղի համար շատ բան եք արել։ Առաջինը մոտ մի 6 կիլոմետր ջրատար կալոններ են տրվել։ Ժամանակում ո՞ր կանդարը դրան։ Ես իրեք որ ջուր չէի կարող ասել, բայց հիմա այսօրվա դրճամ ջուրը տալիս է ջրբաժը։ Բարկանական ասում եմ իմ հողը։ Երկրորդը մեր գյուղը ուրեմն ներքին ջրի բան կար, խնդիր կար։ Այդ ընդհանուր ցանցը փոխվել արդեն։ Երևակայի թվով մի 2 կամ 3 հատ ամնացել։ Մենք շնորհակալ ենք պարոն Փաշյան, ձեր կառավարությունից, ձեր գլխավորությամբ, մեր մարզպետի գլխավորությամբ։ Չէ, դե նկատի ունեմ, ինչ տեսեք ժողովուրդ, ես հիմա ձեզ անկեղծ ասեմ, չէ։ Հիմա նաև անեկդոտի մակարդակի էլ քննադատության մակարդակի էլ մենք էլ բան ենք անում, որ այդքան ճամփա ենք սարքում։ Այսինքն բայց այդքան սարքում ենք ժողովուրդ ջան, բայց քաղաք Պարոն վարչապետ։ Չէ, բայց մեկ հավատա, իրոք քաղաք եղել։ Լավ դե։ Լուսավորություն եկել կալոններ տրվել, մանկապարտեզ պատմության մեջ ոչինչ չի ունեցել։ Ես 100 տարի։ Ես իմ սեյանել ինչ Ռուսաստանի դաշտությունից զավոդ են ներգուց այստեղ այդ պագիշկի քաղալու բանա վերամշակում են պագիշկը, հին պագիշկ։ Լավ գործ է։ Հայաստանում չկա։ Մենք ուզում ենք դա թափոնների վերամշակման գործը։
Հենց այդ է թափոնը։ Ինչա պետք անել։ Մեզ ինչ որ մի բանով մենք վերել ենք ստե ռաստամոշկեն մեզ մենակ 3 միլիոն կես ռաստամոշկա։ Ձեր կարծում եմ, չէ, ինձ թվում է ճիշտ կլինի մի հատ մի բան ասեք, բայց խնդրում եմ ճիշտ թիվ ասեք։ Մոտավորապես ինչքան ներդրում եք պլանավորում անեք։ Մոտավորապես մենակ զավոդը $120,000 բան է։ Ահա։ Հա։ Ու դե այդ ընթացքում հիմա չեն կարող բան անել, բայց ընթացքում կերևա թե ինչ պիտի անենք։ Հիմա Հայաստանում չկա, մի հատ կա։ բայց եթե կներեք, էլի Ռուսաստանից եք բերել, ինչ ռաստամոշկա։ Բան այնտեղ ԵԱՏՄ-ի անդամ ենք, ինչ հա դե ռաստամոշկա։ 3 միլիոն բան են արել, որպեսզի Ստերեոտին այլ բանի վճարի։ Ռաստամոշկա չկա, Ռուսաստանից մենք չունենք ռաստամոշկա։ ռաստամոշկա ասի։ Հենց այդ է էլի խնդիրը էսա։ Մի հատ խնդրում եմ հետաքրքրվեք էլի։ Այդ Շատ լավ բան է։ Հետո ինչ եք անելու դա։ Այն պոլերը, որ ռեզնիս պոլերը, որ սարքում ես դեպքի պլաշատիկը, այդ դա բանն է։ Այսինքն արտադրություն էլ եք դնել։ Այդ կրոշկին, ռեզնիս կրոշկին, Հայաստանում չկա, կիլովականում աջակցենք, եղբայր, մենք ուզում ենք աջակցենք, ինչքան շատ։ Էսա իմ օգնական ձեր տվյալը, բայց ես ձեզ գլխից ասեմ, այդտեղ մաքսազերծման հարց չկա, որովհետև մաքսային սահման չկա Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ Եվրասիական։ Ու գնամ էլի, ու գնամ, որովհետև ծրագիր մենք Ուրեմն մենք այդ վիճակի տարածք ունենք, էդի պապենական եկել է։ Բայց այսօրվա դրությամբ տրված է Գեղովիտ գյուղին։ Գեղովիտ գյուղի պետք է տանան Վարշավա, որ դա մեր տարածքը քաղաք։ Պետ բան մեծ տարածքը պետ ֆոնդա, պետք է դառնա պետակ։ Պետական, հա, կառավարության։ Հա, կառավարության։ Քանի հեկտար է։ Հա հեկտար արոտա վայրերով, Ինչ եք անելու տեղ։ Ներդրումային ծրագիր բերեք դնենք, ասեք քանի գլուխանաս ունենք։ Ոնց որ սա գյուղերն է սեփականաշված, թողներ հողն է սեփականաշված։ Չէ, դե դա ֆոնդային պետական հող է, ոնց կլինի։ Հայաստանացին ոնց պահեն, պարոն Փաշին։ Դե ասում եմ ներդրումային ծրագիր բերեք, օգնենք, աջակցենք, պահեք։ Բայց քան ծրագիր ենք անում, խելացի անասնագում, այդ տոհմային անասուն, այն, մեր ծրագրից օգտվեք, այդ էլ ներդրումային ծրագրի շրջանակներում տանք տարեք, պահեք։ Լավ։ Գնացինք։ Ժորժ ջան, ուշանում ենք, էլի կներեք։ Հա ջան։ Հարց խնդրեմ, էլի։ Եղբայր, հեշտ հարց դուր շուտ պատասխան։ Կարճ երևի այդ հարցերն բազմիցս տված կլինեն, էլի ուրեմն համակին 93 թվականից ձեռք բերված է աճուրդ վաճառքի հողերի վրա արտադրական տարածքների վրա։ Տուն են կառուցել, չեք ունեցել տնամեր։ Տոմենակ ձեր համայնքը չի։ Երկու տան համար մի տունը պետք է վաճառեն պետության։ 1000 դրամը ինչքան է քառակուսի մետրը կան, բայց ընդհանուր գումարը մոտ 7 միլիոն փող է կազմում։ Ինչին, քանի քառակուսի է տունը։ Մենակ տունը չի, հողամասի իմ անձից չեմ խոսում։ Չէ, պարզ է, ուզում եմ հասկանալ ինչքան է։ Ձեր 1000 մետր, ասենք, երկու եղբոր, այտենց վախտին աճուր վաճառքով ձեռք ենք բերել։ Հիմա կրակն ենք ընկել դրա ձեռը։ Լավ, մի հատ հասկանանք, մենակ ձեր գիտեք ինչքան շատ պրոբլեմ կա։ Հաստատ շատ Տո Երևանում էլ կա։ Մենակ ռայոնում չի, Երևանում։ Եղբայր, բարև, բայց շնորհակալ եմ։ Ասեք, եղբայր։ Պրոստո 6000 հոգու խոսք եմ փոխանցում ձեզ։ Խնդրում եմ, մի հատ վերին Գետաշեն գյուղի ճանապարհը վերանայեք։ Ուղղակի մեծ խնդրանք։ Կսարքենք, բայց չկա մեր ծրագրերի մեջ։ Վերին Գետաշեն ճանապարհը սարքա, չի։ Գնայինք։ Եղբայր, բայց ուշանում ենք, կներես էլի։ Պարոն Փաշինյան, կարելի է ձեզ մի հատ։ Եղբայր, ուշանում ենք, էլի ժամանակ ամենաշատ մեզ այն է տարել եք Վերին Գետաշեն գյուղից։ Ինչա պետք է։ Խնդրում եմ Վերին Գետաշենում մի հատ մտեք, տեսեք, կարում եք դուք ձեր մեքենայով հասնել Վերին Գետաշեն։ Չկա ասֆալտ, ոչ մի տիպի ճանապարհ չկա։ Եղբայր, ճանապարհի հարցը արդեն լուծված դիմադիր ժամանակ Վերին Գետաշենից։ Ճանապարհների հարցը լուծված հարց է, կանվերի դրած, հերթով սարքելով։ Եկեք տեսեք, ինչա կատարվում Վերին Գետաշեն։ Կգանք։ Քիչ ենք սարքել։ Պարոն Փաշինյան, WhatsApp դրացիր ծրագրի մեջ։ Հա։ Այս առաջին այդ բանը 27 թվականին անելն է։ Ընդհանրապես ճանապարհ չենք սարքել Վերին Գետաշեն։ Վերին Գետաշեն գյուղը երևի Հայաստանի ամենահին գյուղերից է, որ երրորդական ու չորրորդական փողոցներն էլ է ասֆալտապատված։ Դա միջհամայնքային Շնորհակալ եմ, եղբայր։ Եղբայր, արդեն գնում եմ, եթե թուղթ ունեք տվեք։ Ուշանում ենք, էլի եղբայր արդեն։ Թուղթ ունեք տվեք։ Չէ, թուղթը չես, ուղղակի նայեք ու կենա։ Ինչա գրած։ Անցած անգամ որ տեսանք, ես մեր գյուղն են ու երեխու հայրն եմ ես։
Եղարքունիքի մարզի Ավազան, Այս Արփունք, ուրիշ չէ, դուք ուրիշ Լեռնահովիտ, ծրագրից եք էլ ուրիշ կարողանալու գյուղ չունենք։ օգտվել։ Թողեք, այս ուրիշ բան է, այս ուրիշ ծրագիր է, նայեք։ Էս ինչ է, չեմ հասկացել։ Այս մեր սահմանամերձի ու առանձին բնակավայրերում տուն կառուցելու 16 միլիոնի ծրագիրն է, բան վարժ։ Հա, Այսրանից չեք դուք օգտվելու։ Հեսա կառավարությունը որոշում է։ կասի, Կառավարությունն է, կառավարությունը էլի կա մարդուն։ Հա, շատ լավ։ Շատ լավ։ Գնա